կինը երեք Վարդաշեն 6-րդ փողոցի 68 ահասրում փլուզում է տեղի ունեցել, այսպես նկարները մենք ունենք, սակայն այստեղ այս պահին հավաք վիճակ է, ժամը քանիսն է եղել դեպքը, եկել են ովքեր են հավաքել։ Երեք երեկոյան ժամը 18:24 րոպեին ուժեղ դղրդոց եղավ, շենքը շարժվեց ամբողջությամբ, մենք ասենք երևի կամ վերևից ինչ որ մարդ ընկել կամ ինչ որ երկրաշարժ ա եղել, դուրս եկանք, տեսանք որ պատը փլվել է։ Անմիջապես ես 18:26 րոպեին զանգել եմ ԱԻ-ին 112-ը, զանգել եմ ոստիկանություն, թաղապետարան Դեջավն արդեն չէր աշխատում։ Ընդամենը 10 րոպեվա ընթացքում ԱԻ-նից եկան, տեսան իրավիճակը, այս լենտերը կապեցին, ներքևները նկարեցին։ Քանի անգամ մենք խնդրել ենք բնակիչներով, որ այս ցանկապատը փլվում է, արդեն ընդեղ է հասել։ Փողոցային հատվածում, կարծես փողոցը նեղացնում եմ այնտեղ։ Ու գիտեք ինչ, խնդրել ենք երկաթի ցանկապատ անցկացնեն, հասկացանք բետոնը, ցեմենտը թանկ է, բայց երկաթի ցանկապատերը էժան է, մետրով առնեն, դերեն փակեն, որտեղ այստեղ անչափահաս երեխեք կան, գնդակ են խաղում, վազում են, ու հանկարծակի գնդակը եթե ընկալ ներքև, երեխան էլ հետևից է գնալու։ Աղջիկերքը գնացել էին քաղաքապետարան, ասել են, որ հարցը արդեն վերջնական փուլում է գտնվում, շաբաթ օրը կամ երկուշաբթի օրը ձեզ դրական պատասխան կտանք։ Այսինքն վերաբնակեցում ենք մենք խնդրում, որտեղ մի հատ ծանր մեքենա որ անցնում է, ամբողջ շենքը դղրդում է։ Սա վթարային որ 4-րդ վթարային շենք է։ 4-րդ վթարային շենք է, 4 աշճանի։ Եվ այսինքն ձեզ հույսով են արել, որ վերաբնակեցվեք։ 21 թվականին, 21 թվականն էր, չէ՞ նախընտրական քարոզարը։ Պարոն Տիգրան Ավինյանը հենց այստեղ իմ ներկայությամբ զրույց ունեցանք ու ինքը հայտարարեց, ասեց, որ սա վտանգավոր է։ Ու խոստանում եմ տարուկեսվա ընթացքում բնակիչների հարցը դրականորեն լուծում կստանա։ 21 թվականից մինչև առեսօր տարուկեսն էլ անցել, 3 տարին էլ անցել, 4-ն էլ անցել, արդեն 5-րդ տարվա մեջ ենք։ Գնացել ենք թաղապետարան, քաղաքապետարան, կառավարություն, ճանապարհ ենք փակել, պահանջել ենք, որ մեր հարցին վերջնականապես լուծում տան։ Հնարավոր չեղավ։ Եվ մոտավոր ինչքան քաղաքացի անց կբնակվի այս երկու շենքերում։ 160-170 ընտանիք։ Ընտանիք ներառյալ երեխաներ, հա։ Հա։ Ընտանիք։ Առանձնացավ ու ընդհանուր ամբողջ բալկոնը ինքը պատից առանձնացավ կոյուղաջրերը սարքելու, այդ վերանորոգելու ժամանակ։ Իսկ այս ներքևի ճաքը ընդամենը 10 օր առաջ է եղել։ Շենքը ինքը ոնց որ sense նստելա առաջ ա եկես, գնացել ենք քաղաքապետարան, ասեցինք, որ խնդրում ենք այդ զիբիլի մեքենաները տեղափոխեն հետևի մասով տանեն զիբիլը, որտեղ ամեն անցնել դառնալուց իրոք դղրդում է։ Ու ես էլ 88-ի երկրաշարժին ամբողջ հարազատներս կորցրած, ինչքան կվախենամ։ Պատկերացրեք, որ թորնիկս ասում է տատիկ ջան, երբ պիտի հազար տուն ստանաս, որ ես քո տունը քնեմ։ Վախենում եմ, որ ինքը իմ տունը քնի։ Որովհետև ամեն ծանր մեքենա անցնելուց, ել չեմ հաշվում ճռճռոցները, որ մենք միշտ լսում ենք։ Ամբողջ գիշեր պահակ եմ երեխեքի, որ գոնի քնել, 5 թոր ունեմ, անապահով երեխեք եմ։ Տղա սիրա ընտանիքով գնաց վարձով էր, տեղ ճար չկար։ Այս մի փոքր սենյակը խոնավ, անհնար էր։ Ազիզ ջան, շատ վատ պայմաններ են, ուզում ենք մենք մինիմալ մեր ույուտը ստեղծենք, բայց անհնար է այդ խոնավության դեմ ու քանի անգամ ես խոհանոցի մեբել եմ փոխել, որտեվ անհնար է, լրիվ փտե թափել է։
Հիմա խնդիրն է նա, որ քանի տարի 4-րդ կարգի վթարայինը հաստատված է մեր շենքի, բայց անընդհատ հետաձգվում է, ինչ-ինչ պատճառներով, մեկ բյուջե չկա, մեկ էս, բայց այս վերջի նիստին պարոն Ավինյանը հայտարարեց, որ արդեն հասել է այն փուլին, որ հնարավոր է լուծում տրվի։ Այսօր մենք եղանք նորից քաղաքապետարանում, մեզ ասեցին, որ օրերի հարցա, որ գոնե որոշում կայացնեն փուլի մեջ, աշխատանքային փուլի մեջ է, որ տեսնեն ինչ է լինում, բայց առայժմ դեռ ոչ մի հլոտ հույս չկա, ահ ու դողով ապրում ենք, ամեն չխկոցին, ամեն թխկոցին, վայ, երեկ էլ Այնիյան շատ մի վիճակի էինք, Այնի աշխատակիցներն ասեցին, ձեր շենքը հնարավոր է մի օր այսենց սիրուն պարկի դեպի այն ներքևի փողոց, ոնց որ փլվեց երեկ այդ ցանկապատը, որովհետև արդեն հիմք չկա, ջրերն էլ այդ կողմից, ջրերը գալիս են տակի, այստեղի կոյուղին, որ փոխում էին, որ փորում էր տրակտորը, այսինքն ջուր էր դուրս տալի, ամբողջ շենքի տակը մեր ջուր է, այդ ջրի այդ ստորգետնյա ջրերն են էլի, որ տանում է շենքը, տանում է, օր-օրի շենքը նստում է, դռները բացվում է, դժվարությամբ փակվում է, շատ խայտառակ վիճակ է, տակից այսենց ուրում, այնտեղ կաֆելները երևի ցույց տվեցի, որ պատից սենց հեռված է ու թափել է, կեսը թափել է, կեսն էլ այսքան հեռու է պատից։ Տիկին Նաիրա, քաղաքապետարանի որոշումը ինչին է վերաբերում ձեզ նոր բնակարան հատկացնելու։ Հույսով ենք, որ բնակարան պետք է հատկացնեն, մեզ ասում են փուլային վիճակով, բայց փուլայինի վիճակից իրանք արդեն ուշացել են, որովհետև ինչ է նշանակում փուլային, բոլորը նույն վիճակին են, եթե շենքը փլուզվում է, ասենք փուլայինը որն է, կեսին տան, կեսը նորից ստեղ ապրեն, անհնար է, ինձ թվում է լուծումը պետքա լինի բնակարանի վիճակ, բնակարան որպես տեղափոխեն, թե հիմա ոնց կորոշեն քառակուսով, թե ոնց արդեն հետագան ցույց կտա, բայց գումարային ոչ մեկ չեն համաձայնվի, որտեղ այդ տված գումարով ոչ մեկ տուն չեն կարող առնել։ Բայց առաջարկել են գումար տան։ Դե հələ որ ոչ մի բան չեն առաջարկել, հələ որ խոստացել են, որ լուծում, հələ այդ լուծումը մենք չգիտենք ինչ լուծում կլինի։ Մենք էլ ենք հուսով սպասում, որ մի լավ լուծում կլինի։ Թե արդեն մի շաբաթից կերևա, ինչ լուծում կառաջարկեն։ Այսպեսի փլուզումներ, հա, երեկվա նման, բարբերաբար է։ Շատ է լինում, Ազիզ ջան, որ դուք այն կողմից տեսնեք, բալկոնների մեծ մասը ապամոնտաժվել է, մի հատ բալկոններ մնացել, երկրորդ հարկի, այն անգամ դպրոցական երեխայի վրա է անցնելուց փուլ եկել։ Լավ, հələ վնաս չի եղել։